Ամալյան լվացքի մեքենայում շորեր է տեղադրում։ Հիգիենայի նկատմամբ շատ ուշադիր է։ Համոզված է, որ անգամ կալանավայրում կինը պետք է փայլի մաքրությամբ։ Ողջունում է կառավարության որոշումը կանանց տրվող հիգիենայի պարագաները ավելացնելու մասին։ Հիգիենայի պարագաները, որ ճիշտ ասեմ, բավարարում են։ Եթե ավելի լինի, չի խանգարի, բայց բավարարում է։ Գոհարը 45 տարեկան է, մոտ 2 տարի է, որ ազատազրկվել է խարդախության հոդվածով։ Աբովյանի կանանց քրեակատարողական գաղութում ազատ ժամանակը լրացնում է ընթերցանությամբ։ Նա մանկավարժ է 3 երեխաների մայր, ընթերցասեր է, մաքրասեր։ Կենցաղ պայմաններից ոչ մի տեսակ խնդիր չունենք, բաղնիկը աշխատում է նորմալ իր սահմաններում, կարգով, կանոնով, նույնը ուղղակի այդ ոնց է հայերեն արտակնոցը ինքնին չի բավարարում 135 հոգի կալանավորների։ Կարինեին կանանց գաղութ են բերել Արաբական Միացյալ Էմիրություններից։ Եգիպտոսում սեփական տանը վարձակալությամբ սենյակ է տրամադրել թրաֆիքինգով զբաղվող մի հայ կնոջ։ Կարինեն ասում է հայրենասեր է, ամեն հայ տեղ ունի նրա սրտում։ Կառավարության այսօրվա որոշումը դրական տեղաշարժ է համարում։ Բնականաբար ենք բոլորս էլ ունենք այդ պահանջը, բայց մարդկա շատ ունի պահանջ, մարդկա չունի, մարդկա դե պետք է հարմարվենք, բայց ինչ արած է սա։ Աբովյանի քրեակատարողական հիմնարկում ապրող 135 կանայք նոր ուրախ լուրեր են սպասում փշալարերի հակառակ կողմից։